Հայաստանի ազգային գրադարանում բացված ցուցադրությամբ մեկնարկեց բանաստեղծուհի, թարգմանիչ եւ հասարակական գործիչ Մետաքսեի 100-ամյակի հոբելյանական տարվա միջոցառումների շարքը։ Ճանաչված գրողը, որն իր երկարամյա ստեղծագործական կյանքի ընթացքում 3 տասնյակից ավելի գրքեր է հեղինակել, միաժամանակ նաեւ տաղանդավոր թարգմանիչ էր եւ ակտիվ հասարակական գործիչ։ Չնայած բանաստեղծուհու գործերի թեմատիկ բազմազանությանը, Մետաքսեն առավելապես հռչակվեց իր սիրային քնարերգությամբ, որը բնորոշվում էր եւ մեծ զգացմունքայնությամբ եւ ազատությամբ, իսկ իր հայրենասիրական ստեղծագործություններում բանաստեղծուհին խորապես հավատում էր հայ ժողովրդի հարատեվությանը։ Հայ ժողովուրդը եւ Աստված Մետաքսեի համար դրանք կարևորագույն հենակետերն էին կյանքում, որտեղից է սկսվում Աստծո հավերժությունը, հենց այնտեղից է սկսվում հայ ժողովրդի հավերժությունը, իսկ ինչպես գիտենք, հավերժությունը սահմաններ չունի, ուրեմն ժողովուրդն էլ մեր անմահ է։ Եվ Կարմիր թելի նման գնում է այդ միտքը իր ամբողջ պոեզիայում։ Վերհիշելով Մետաքսեին, նրա բարեկամները փաստում են, ավելի քան 30 տարի հենց նա էր Հայաստանի գրողների միության անունից ընդունում մեր երկիր ժամանած միջազգային գրական պատվիրակություններին, եւ օտարները նրա հայացքով էին տեսնում եւ սիրում Հայաստանը, եւ դա անարձագանք չէր մնում այլ ազգի գրողների գրականության մեջ։ Երբ ներկայացնողը Մետաքսեն է, ինչպես էր նա կարողանում իր հայրենիքը, մեր հայրենիքը սիրել տալ օտարին։ Եվ երբ որ այդպես տպավորություններով խեղդված, բեռնված գնում էին նրանք իրենց երկրները, պարտադիր մեկ-մեկ ես ստուգել եմ, անպայման մեկ եւ ավելի ստեղծագործություն էին նվիրում չափածո կամ արձակ Հայաստանին եւ պարտադիր մեկն էլ կամ մեկից ավելի Մետաքսեին։ Հոբելյանական ցուցադրությունը ներկայացնում է Մետաքսեի ստեղծագործական ուղին եւ գրական ժառանգությունը։ Ցուցադրված են գրողի անձնական իրերը, արխիվային լուսանկարներ, նրա գրքերը, բանաստեղծությունները, նաեւ հոդվածները, որոնք տեղ են գտել մամուլի տարբեր հրապարակումներում։ Բայց ցուցադրությունն ամբողջական չէ ցուցադրական տարածքի սահմանափակության պատճառով։ Մենք տեղի սահմանափակ լինելու պատճառով չենք կարողացել ամբողջը ցուցադրել, բայց նրա գրքերը, գրականությունը, կոնկրետ իր հեղինակած գրքերը աշխատել ենք բոլորը լիարժեք ցուցադրել։ Հոբելյանական տարին նաև լավ առիթ է, որ իրականացվի Մետաքսեի վաղեմի ցանկությունը իր ծննդավայրում Արևշատ գյուղում իր իսկ կառուցած տանը թանգարան բացելու երազանքը։ Գրողի դուստրը լիահույս է, որ առաջիկայում կբացվեն թանգարանի դռները եւ այստեղ տեղ կգտնի Մետաքսեի ամբողջական արխիվը։ Նոնե Ալեքսանյան, Ռաֆիկ Սողոմոնյան, Տուրեր։